Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին երեկ Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար։ Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը։ Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի։ Վարչապետ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ ընդ որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Հրադադարի ինտենսիվ էական խախտման դեպքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով բազմագի ճշգրտումներից հետո։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտածածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել Պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Մատենադարան, որտեղ ծանոթացել է նախագահի աշխատակազմի աջակցությամբ կահավորված ընծայաբերման սրահին և ցուցադրությանը, ինչպես նաև շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել տեխնիկական վերազինման աշխատանքներին։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը և նշել, որ ընթանում են 2025 թվականի հուլիսի 20-ին մեկ տարվա հավերժությունը խորագրով ցուցադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին նոր տարվա Նավրոզի առիթով։ Հայաստանի քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր տարվա Նավրոզի առիթով։ Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքի ուրույն երանգներ հաղորդողները։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում։ Հայաստանի կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական։ Կրկին շնորհավորելով Նավրոզի առիթով մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ, գրել է վարչապետը։ Հայաստանում բարձր են գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը, նշել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպմանը, որը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։ Յաել Բրաուն-Պիվեն վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին և ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը, կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաև ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առիթով։ Հայաստանում քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի նոր տարվա առթիվ։ Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք եւ նոր կյանք, Հայաստանում ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն եւ երջանկություն։ Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է եւ այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային եւ էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Որպես մարդու իրավունքների պաշտպան առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման եւ արդյունավետ պաշտպանության հարցում, նշված է ուղերձում։ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների եւ ծրագրերի վերաբերյալ։ Նախարարի տեղակալը Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, Հայաստանի կողմից խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քննարկվել է նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու մեր երկրի պատրաստակամության մասին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Շվեդիայի Ռիքսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ հանդիպմանը։ Ալեն Սիմոնյանը նաև գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը։ Հանդիպումը կայացել է Ալեն Սիմոնյանի Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիության միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Սերգեյ Շոյգուի խոսքով դա Հայաստանի համար կարժենա երկրի հնայի 30-ից 40% եւ կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը։ Նա հիշեցրել է, որ Երևանը պետք է ստանդարտների եւ սերտիֆիկացման ամբողջ համակարգը համապատասխանեցնի Եվրամիության պահանջներին։ Շոյգուի խոսքով Հայաստանը ստիպված կլինի նաև միանալ եվրոպական պատժամիջոցներին եւ Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին։ Պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի եւ Բելարուսի, այլև Իրանի դեմ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է երկկողմ համագործակցության առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշտենիկովի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ
անհրաժեշտ է ակտիվացնել։ Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թվականին իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը ծավալելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը։ Արսեն Այվազյանը ողջունելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության պատվիրակության ղեկավար Խու Չժիվենին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանը անդրադարձել է 2023 թվականին քննչական կոմիտեի պատվիրակության Չինաստան կատարած այցին, ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը։ Խու Չժիվինեն ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունները, հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերի միջև կձևավորվի ավելի սերտ համագործակցություն։ Աբովյան քաղաքի բնակիչ Վարդանուշ Ավագյանը մարտի 20-ին նշում էր ծննդյան 100-ամյակը։ Հիշարժան տարեդարձի ընտանիքում տոնական օրվա առթիվ 100-ամյա հոբելյարին այցելել եւ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անունից շնորհավորել են համայնքապետարանի աշխատակիցները։ Չնայած կյանքի բազում փորձություններին, պատերազմի տարիների դժվարություններին, Վարդանուշ տատիկը կենսուրախ է, հիշում է կյանքի լուսավոր դրվագները, հիացմունքով եւ հպարտությամբ խոսում է իր 4 զավակների, 12 թոռների, 28 ծոռների և կորների մասին։ Մարտի 17-ին ժամը 12:20-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զահնգահարած 30-ամյա կինը հայտարարել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրել պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել։ Նա հավելել է, որ ամուսինը առնաշաղախ է։ Մեկնել են կոտայքի քրեական եւ համայնքային ոստիկաններ ու պարեկներ։ Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին եւ 34-ամյա եղբայրը։ Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով ու ոտքերով մի քանի հարվածներ են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ եւ կրակել օդ։ Որդին, հայրը եւ նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։ Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14 ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանը տեղիից գողացել է Toyota Magnishի մեքենայի դիստրոնիկ համակարգը։ Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողներից ընդունել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին իմացել է ոստիկանության ծառայողներից։ Նա նշել է, որ իրեն պատճառվել է 700,000 դրամի գույքային վնաս։ Խուզարկությամբ 17-ամյա երիտասարդի բնակության վայրի նկուղում գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 20-ից 21-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, խարդախության 1 դեպք, հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել 1-ը, հայտնաբերվել է 2 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի նշել է, որ ճնշումների, սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում Թեհրանն ուղիղ բանակցություններ չի վարի։ Մենք կպատասխանենք Թրամփի նամակին առաջիկա օրերին եւ կուղարկենք այն համապատասխան ուղիներով։ Թրամփի նամակը հիմնականում սպառնալից բնույթ է կրում եւ նույն ժամանակ պնդում է, որ կան նաեւ հնարավորություններ։ Մենք կանդրադառնանք ինչպես սպառնալիքներին, այնպես էլ հնարավորություններին, նշել է դիվանագետը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի օգնական Մայք Ուոլցի հետ մարտի 24-ին Ռիադում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների անցկացման մասին։ Ավելի վաղ պաշտոնյաները հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է, որ բանակցություններին ռուսական կողմից կմասնակցեն Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը եւ ԱԴՑ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Իսրայելը հինգշաբթի ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Ցալլա ուժերը գործողություններ են սկսել Ռաֆայի շրջանում, ոչնչացվել ահաբեկիչների ենթակառուցվածքների մի մաս։ Բացի դրանից Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները Գազայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում, ասված է իսրայելական բանակի Տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը մերժել է Վլադիմիր Պուտինի պահանջը հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում Ուկրաինային ռազմական օգնություն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշումը բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի։ Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու զենքի եւ զինամթերքի մատակարարումը, որպեսզի օգնեն ուկրաինական զինված ուժերին դիմակայել Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը։ Սլովակիան, որը նման դիրքորոշում ունի Հունգարիայի հետ, այս դեպքում միացել է մեծամասնությանը։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ ավելացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները կանոնավոր ֆինանսական եւ ռազմական աջակցության միջոցով։ Թուրքիայի Անտալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դուրս է եկել օղակների վարժության եզրափակիչ։ Դավթյանը վաստակել է 14000 միավոր։ UEFA-ի ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆ փուլի առաջին հանդիպան շրջանակում Վրաստանի հավաքականը հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականի նկատմամբ 0-3 հաշվով։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսելերնային օդերևութաբանական կայանից Քարլիջ եւ Ամբերտ Ամբրոս տանող ավտոճանապարհները, Սպիտակի, Ստեփան Նավանի եւ Դիլիջանի ոլորանները փակեն բեռնատարների համար։ Նիգավան Ծիլքար ավտոճանապարհը դժվար անցանելի է բեռնատարների համար։ Լոռու մարզում Աշոցքի եւ Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Անցած գիշերցյան առատեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-ից 30 սանտիմետրի սահմաններում։ Երևան քաղաքում մարտի 22-ին 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը 24-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 22-ին շրջանների զգալի մասում 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով։ Մարտի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-ից 26 ցերեկային ժամերին կբարձրանա 4-ից 6 աստիճանով։